Ես իմ շեֆին դավաճանած կլնեմ, եթե իսկական տղամարդու պես չպահեմ։ Միայն ես կարող եմ նրան փրկել։ Կգնամ կնստեմ ու կասեմ, որ ես եմ սպանել այդ գեներալին։ Ամեն ինձ լավ կզգամ դրանից։ Ամեն մարդ չի, որ գեներալ է խփում։ Շեֆս էլ ինձ մենակ չի թողնի։ Կհանի բերդից, կհասկանա, որ ես իրան համար եմ էդ արել։ Սենց ավելի լավ է ու ապահով է։ Տենց սիրուն էլ ընդեղ փախավրիցս։ Ճիշտ էր էլի ասում շեֆս, որ էդ իմ արևին չդիմանա։ Չդիմացավ։ Ay mama can lavçe, ay sirtas. Ինչ ա եղել։ Դուրը բաց էր, ինքն էլ լավ չի շնչում։ Բայց սաղ է։ Թե պետք է մեռած ըլներ։ Տեսա լավ չէ գնացի օգնություն կանչեի։ Ուր ա օգնությունը։ Բուշկետում մարդ Դե վազի շուտ արա, վազի գնա ջուր բեր, վազի։ Բարի օր։ Ցավացում եմ։ Մեր գեներալ Սպարտակ Յուրիչը իսկապես վաղաժամ հեռացավ կյանքից, Յուրա ջան։ Նստի։ Դու ինչ նստեմ, հենց ջղայնացած եմ։ Անկեղծ ասած ես էլ քաղաքում չէի, որ գայի մասնակցեի պապայի արարողություններին։ Նորմալ է նստի։ Իմիջալոց երեք տավուտ այդ մասին ասեցի, բայց այդ տղետ,
Այնքան անշնորհք լագոտ է որ դրան ասած չասած էլի նույն ցինիկն է։ Լմել խոսքեր թավակի։ 15 րոպե ըստես գալուտ իմաստն ու նպատակը չեմ հասկանում։ Այդ ժամացույցը որտեղ էր դրած։ Մի խոսքով Յուրի ջան, շատ հարգելով քեզ, հարգելով քո վիշտը, ոչ մի աղմուկ չեմ ուզում բարձրացնել, աղբեր ջան։ Չի պետք է բարձրացնեիր։ Իրավունք ունեմ, աղբերս։ Ոչ ոք իմ ձեռքը չէր բռնի ու չէր ասի, թե ինչ եմ տենց վարվում։ Արի կարճ կապենք մեր խոսակցությունը։ Յուրի ջան, աղբեր ջան, տաղետ, քողացել է թոռանս։ Այսինքն իրա տղային։ Դե հա, Եթե իրա երեխեն այլ ինչ գողության մասին է խոսքը։ Շավարժ։ Յուրա ջան, ես քո դուռը եկա, կարծելով որ դու քո հասուն ու իմաստուն վերաբերմունքով տղուց ստիպել կտաս, որ ինքը իմ թոռանը հետ վերադարձնի։ Չհասկացա իրա երեխունին չի պետք է վերադարձնի։ Էնել որ ես ստիպեմ, հա։ Յուրա ջան, ես զրկվեցի իմ աղջկանից ու իրա կարոտը իրա ձակից եմ առնում ես։ Տղետ ինձ զրկեց իմ աղջկանից ու այսօր էլ պատասխանատվության չենթարկվելով ինձ զրկում է իմ թոռանից։ Դու լսի շավո խոսքիդ ուրիշ ուղություններ չտաս հանկարծ։ Յուրա տղետ շատ վատ ձևով է վարվել։ Դայակի ձեռից երեխուն առել ու փախել է։ Դու էլ իմ հետ համաձայն կլնես, որ տղետ սխալ է վարվել։ Թե նպատակ է դրել, որ աներոջը ընկերակցի։ Էմուլ, Արմեն ջանիդ, քո համար թե եմ պատրաստել, խմի, հատ չես ուտում գոնե, այս քաղցր ջուրը խմի, որ հալումար չլնես։ Մամ, այսօր Զաքսից դուրս գալուց երբ վիճում էի սպոյի հետ, Հա, վատացա, գիտակցությունից կորցրեցի ու արթնացա սպոյի գրկում։ բա ինչի ինձ չէիր ասել այդ մասին, Զոքուկ ջան։ Մամ, դու ճիշտ էիր։ Ես հղի եմ։ Տեր Աստված։ Վստահ ես։ Նոր համոզվեցի։ Մամ, ես հղի եմ, դու հասկանում ես։ Բա ինչ ենք անելու։ Ես կազատվեմ ես երախուց ինչքան հնարավոր է շուտ։ Էմուլ ջան, բայց կարող է երկար մտածենք, հա։ Եթե երկար մտածեմ, ես կխելագարվեմ։ Իսկ դա ես չեմ ուզում։ Իմ երեխան ինձ է սպասում, մամ, ես պիտի վերադարձնեմ նրան։ Ֆրիկ, ընկերներիդ հետ մի թշնամացիր, նրանք են քո իրական հարազատները։ Շենի հա հարազատներս են, բայց ինձ չեն հասկանում։ Ու դու էլ ինձ չես հասկանում։ Մի շատ պարզ պատճառով, որ հորս չեք ընդունում, բայց ախր ինքը իմ կյանքում հենց նենց մարդ չի, որ տենց վերցնեմ ու երես թեքեմ, ոնց որ դուք եք ասում։ Ֆրիկ, ես քեզ հետ եմ, եւ ես չեմ պահանջում եւ իրավունք էլ չունեմ պահանջելու, որ դու հեռու մնաս հորիցդ։ Մանավանդ եթե դա քեզ համար վտանգավոր չի։ Ես ուղղակի խնդրում եմ, որ ընկերներիդ հետ չթշնամանաս։ Շենի դու շատ լավ ես։ Դու համ սիրուն ես, համ բարի ես։ Եթե դու չլիներ, չգիտեմ, ես երևի ընդհանրապես չիմանայի սերը ինչ է։ Նույնիսկ։ Հա, ճիշտ եմ ասում, դու շատ հանգիստ մարդ ես, երբ քեզ հետ շփվում եմ հանգստանում եմ։ Դու չգիտեիր, որ ես մասնագիտությամբ հոգեբան եմ։ Լուրջ։ Չեկատակ եմ անում։ Հա, թե չէ, ես ուզում եի արդեն հերթագրվեի քեզ մոտ, որ գայի սեանսների։ Դուք կարող եք առանց հերթագրվելու գալ, այսինքն հենց հիմա խոսեք ձեր գանգատներից լսում եմ։ Բայց գիտես չէ, դրանք շատ են, առաջարկում եմ գլուխը չցավեցնես։ Իսկ
Ժենի անունով աղջիկ էլ կա ձեր գանգատների մեջ։ Որտեղից իմացաք։ Նայեցի ձեր աչքերի մեջ։ Այնտեղ հստակ գրված էր Ժենի։ Հա։ Իսկ հələ ուշադիր նայ, այնտեղ գրված չի, որ այս խեղճ ու սիրահար պատանին նաև ուզում է ամուսնանա։ Եվ ինչն է խանգարում ձեզ իրագործել ձեր ցանկությունը։ Որովհետև ես ուզում եի մեծ ու շքեղ հարսանիք անել հորս ու քավորիս մասնակցությամբ։ Իսկ դու հարցրել ես Ժենիին, միգուցե հարսանիքը նրա սրտով չի։ Միգուցե քո ներկայությունը միայն հերիք է, որ նա իրեն երջանիկ զգա։ Դե լավ էլի, փչացրեցիր մեր խաղը։ Իսկ ես չեմ ուզում որ խաղանք։ Խաղ չի ֆրիկ։ Ես իրոք քեզ շատ եմ սիրում։ Ու ինձ համար կարևոր չի հարսանիք, ինչ որ ուրիշ ձևականություններ։ Ո՞վ է։ Անծանոթ համար է ինչ որ։ Վերջ խանդեցի։ Մոտ կտած։ Չեմ Իվարկյան, ես իմ Ժենին չի։ Արդեն ոնց որ փոշմանում եմ ամուսնանալու ցանկությունից։ Փոշմանում ես։ Մեզ աչքով տվեցին։ Տեսնես ով էր։ Գիտես չէ ոնց եմ հավատում տենց բաներին։ Հալո, ով է։ Հորս փաստաբանն է։ Հիմա ինչ ա եղել։ Իմ մոտ եսեք է, թե ես դուրս կամ չխանգարեմ ձեզ։ Դու լակոտ, դու ընդհանրապես այդ ինչ քայլեր որ անում ես, մտածելով ես անում, թե առանց մտածելու։ Վեճը սկսվեց։ Ինչ ես գնաց այդ շավոյի մոտ, հա? Ինչ ես գնաց երեխուն վերցրել։ Այսինքն վերցնել որն է, ինչ ես գողացե, փախցրել այդ երեխուն։ Դու ոչ գողացել եմ, ոչ փախցրել եմ։ Այդ երեխան իմն է ու իր տեղը իր հոր հետ է։ Դու թող էլի հոր հետ լինի, հոր հետ էլ լինելու։ Ոչ թե շուն ես հաճացնում վրեքս։ Ես շաններից չեմ վախենում։ Ինչ ա ուզում անել Սպարտակի դեմ։ Դու ինչ ուզում անի եմ, մամա ջան։ Ես թեկած ունեմ։ Ես չեմ վախենում, պապա ջան։ Դիտավորյալ ես քայլերն անում։ Դու ոչ մի բան դիտավորյալ չեմ անում, անում եմ այն ինչ ճիշտ եմ գտնում։ Ես չեմ նստելու սպասեմ, ոչ մեկից ոչ վախենում եմ, ոչ էլ։ Ես ինչ գտնում եմ ճիշտ անում եմ, պապա ջան, ոչ թե քո նման սպասում եմ, որ տեշտամիս ելնի ինձ ուտի, տրորի, ես այդքան թույլ մարդ չեմ։ Կամ գարեք, հա։ Արդեն չափերն անցակ դուք։ Հա, ես թույլ եմ։ Որտեղ քո նման անուղիղ թուլամորթ լակոտ ունեմ։ Թուլամորթը ես եմ թե դու, որ հորդ սպանողին ոչ մի բան չարեցիր, միջև մի ապրում է, դրա անունը պետք է թափեիր։ Դու անասուն լակոտ։ Այդ տղա ջան, լեզվի տիրություն արա։ Ես խորոմա չեմ նստելու, ես սպասեմ։ Ես դրան բերդում եմ սպանել տալու, որովհետև իմ պապին սպանողը պետք է թանկ վճարի։ Դու հասկանում ես ինչ ես խոսում։ Հա։ Դու անասուն լակոտ։ Դու ոչ մի քայլ չես անի։ Դրա համար հետո թանկ ես վճարելու։ Ես եմ թանկ վճարելու։ Ոչինչ, բայց ես քո նման չեմ նստի սպասեմ, պապա ջան։ Ես դրան մորթել եմ տալու, ինքը չի կարա ապրի պապուն սպանելուց հետո։ Դու անասուն լակոտ, դու ինչ գիտես։ Ո՞վ է սպանել։ Ջեպտիրը չի սպանել պապուտ։ Մայրամիկ քո մարտի ուտը շնորհավոր։ Ապրես, բայց այսօր մարտի ուտը չի, այսօր մարտի ինչ մասա, ես գիտեմ այսօր մարտի քանիսն է։ Պակի խառն է։ Այսօր եմ շնորհավորում։ Ապրես։ Մի անգամ ասեցիր ապրես, հերիքա։ Դու էլ երկու անգամ շնորհավորեցիր։ Ուֆ, պապին ինչ եղավ։ Մտավ խանութ, մեզ էլ ասեց խելոք նստենք մինչև գամ։ Նստիմ։ Կարող է ես քո ասելով պիտի նստեմ։ Չես ուզում մի նստի, կանգնած մնա։ Լավն է ծաղիկները։ Իմ սիրած ծաղիկներն են, ես շատ եմ սիրում ծաղիկ։ Ես եմ ընտրում Մայրամիկ ջան։ Լավ ճաշակ ունես։ Դասարանի աղջիկներին չասեց, թե չկնեղանան, որտեվ պիտի բոլորին դե տաս։ Չեմ ասի, Դավիթ ջան։ Մերսի ծաղիկների համար։ Այ Մայրամիկ ջան, քանի անգամ ասեցիր։ Դու էլ ասա խնդրեմ, Դավիթ ջան։ Խնդրեմ, Մայրամիկ ջան։
Մի րոպե։ Յուրա, դու պարտավոր ես մնալ ու մեկնաբանել ասածդ։ Ջեպկիրի արձակած գնդակը չի դիպչել պապուտ։ Ես ինչ էր հորս արև։ Ոստի, բավար ջեպկիրը չի բայելով է։ Արթուրը այդ հարցերով է զբաղվում։ Ես ինչ խառը իրավիճակա։ Ոնց կարող է Կարպիչը չլինի պապային կրակողը, եթե Ես ինչ ես ասում, է։ Ես դիտավորյալ ես ասում, խշում ես վեր ես պապա ջան։ Ոնց կարա ջեպկիրը չլի, եթե քո ասելով հետո այդ անտեր գործարանում դու ես եղել։ Ջեպկիրն է եղել, Արտուրիկն է եղել ու պապս է եղել։ Ինձ համար էլ է դա հանելուկ։ Մինչև օրս հանելուկ է։ Բայց հետո, երբ որ պապային վիրահատել են, պարզվել է, որ այդ արձակած փամփուշտը ջեպկիրի ատրճանակից չի եղել։ Բալավ ով է պապուս սպանը, հա? Երբ որ իմանամ քեզ կասեմ, այսինքն քեզ ընդհանրապես բան չեմ ուզում ասեմ, որտեղ ընդհանրապես քո հետ չեմ ուզում խոսեմ։ Յա, զոր չձևանաս, հա։ լավ էլի Սպարտակ բավական է։ Բայց սաղ զոր են, սաղ բան են, իսկ Սպարտակը գազան է, որսորդ է։ Ես երբեք իմ հոր հետ այդ տեսակու այդ տոնով չեմ խոսել։ Բայց դու ես թույլ տվեցիր։ Տանուն, որ տանու է, որին այդքան ցավ ու տառապանք եմ պատճառել։ Նույնիսկ ինքը չի խոսել իմ այդ տոնով ու այդ տեսակի չվեց, որ դու խոսեցիր։ Ես կզարմանայի, գիտես։ Հորս արել կզարմանայի, եթե տանոյի անունը չշոշափվեր։ Նա իմ տղան է, ու դու իր անունը հաճախ ես լսելու։ Հա, գնա գոռալով ման արի դրա անունը։ Իսկ դու չփորձես ջեպկիրի մոտ գնալ, այդ տխմար, որ մերդ քեզ պերեդաչի չբերի։ Սպարտակ, եթե դու ինձ մի փոքր գոնե սիրում ես ու հարգում ես, դու Կարպիչից հեռու պիտի մնաս։ Դու նրան ոչինչ չես անելու, հասկացար։ Մամա ջանը ջեպկիրը մեկը պատասխան է տալու։ Եթե ոչ պապու սպանելու համար, ապա ինչ շամպես տանջելու համար։ Համել ես չեմ հավատում ամուսնուդ։ Հաստատ ինքը իրատու ասեց, որ ես չգնամ, կամ մարդ չուղարկեմ դրա հաստ վիզը վրից կտրեն։ Լսի, իմ ամուսինը քո հայրն է, ու դու նրա հետ քո չափերն անցար։ Ինչի՞ նա քեզ համար վատ հայր չի եղել, Սպարտակ տղա։ Մեռնեմ լավա, դղես ինձ հողին հավասարացրեց։ Նա ջահելա չի հասկանում ինչ անում։ Լավ, բա ես ինչ էի մտածում, երբ վեր կացա այստեղ, հասա այստեղ։ Կարող է քուցել որ մեղադրի ասի, մամա, ես չէի հասկանում, բա դու ինչի համար էիր, որ ձեռքս չբռնեցիր, չկանգնեցրիր։ Տնաշենի բալեաններն էլ հենց հարցակվեցին երեխուս վրա։ Սպարտակ չեղածնի պր սիրում էր։ Համա մի անգամից երեխուց սերես դարձրեց։ Էլ որպես ինչ ես երեխուն լույս աշխարհ բերի։ Համ սենց եմ ասում, համ էլ հասկանում եմ, որ մեկը սխալ է երեխուց ազատվելը, սխալ է։ Քեզ մոտ 4 շաբաթական հղիություն է։ Բայց ես ուզում եմ ազատվել այս երեխայից։ Ես խորհուրդ կտայի մտածել այդ ուղղությամբ։ Եթե ես եկա ու ստուգվեցի ու հիմա ասում եմ, որ ուզում եմ ազատվել, դա նշանակում է, որ ես արդեն մտածել էի դրա մասին։ Ես որպես քո բժիշկ խորհուրդ կտամ գնալ տուն, մի լավ մտածել ու մի քանի օրից գալ։ Ինչի ես ինչ որ խնդիր ունեմ։ Ես ուզում եմ, որ դուք հենց այսօր ինձ ազատեք այս երեխայից։ Նա ինձ պետք չի։ Ես ոչ մամայի վրա կարամ, ոչ էլ եմ կայի։
Եթե որոշել են, ուրեմն հաստատ կանեն։ Բայց ես դեռ այն վիճակում չեմ, որ չհասկանամ, թե սա սխալ է։ Դու պետք է իմանաս այս ամեն ինչի մասին ու քրոջս հետ կանգնեցնես։ Խորաում ես հարցրել, որ ես համարը հավաքում ես, հա? Ես քեզ թույլ տվել եմ, որ ինձ զանգես։ Քո թույլտվությանը, որ չէի սպասելու, իսկ դու հիմա ինձ լսի։ Քո քրոջ հետ կապված ու ձեր սաղի հետ կապված ես ոչ մի կապ չունեմ ու հարց չունեմ։ Ու եթե մի անգամ շփոթվեցիր, ես համարով զանգեցիր, կգամ մոտդ ու դու լուրջ խնդիրներ կունենաս, արա։ Մեզանից խնդրեմ ունեցողը դու ես, արա։ Եթե չես իմանում ինչա կատարվում կնոջդ հետ, ու այն ինչ հիմա որ լինելու է, դու սաղ կյանքդ չես կարողանալու ուղղես։ Իսկ դու չգիտես, արա, որ ես կին չունեմ։ Ես իմ կնոջից, այսինքն նախկին կնոջից բաժանվել եմ, արա։ Այնց որ դու դավը ռադդ քաշիր ու պապայի դարդը լացի։ Հասկացար։ Ես էլ եմ համոզվում, որ եմկայի հակաքրիստոնեական քայլը շատ էլ տեղին է։ Դու որ դրան արժանի ես, դեպիլ։ Գնացեք դուրը լավ փակեք։ Եթե լավ ես դուրս կգանք։ Ես լավ էի, բայց վատացա հենց ուզում էին ինձ խեղդել։ Ով է զո խեղդել։ Վատ է եղել, աչքին է երևացել։ Դուրս եկեք ու դուրը փակեք, որ իմ աչքին մարդ չերևա։ Եղավ։ Լավ, արի գնանք։ Արի գնանք։ Թող ես կարծում հարին ես թողը։ Փաստորեն կռիսներ նորը ցերեկով են գործի անցնում, այս անգամ պարծանք, բայց սա հաստատ շարունակություն կունենա, եթե մինչև էդ ես իմ մահով չմեռնեմ իհարկե։ Մամ, Բժշկուհի ջան, դուք իմ աղջկա խոսքերին ուշադրություն չեք դարձնում ու չեք անում այն, ինչ ինքն է պահանջում։ մամ, ինչ ասա նշանակում։ Տիկին Վարդուհի, նստեք։ Բժշկուհի ջան, իմ աղջիկը ջահել երեխա է, ոնց որ տեսնում եք։ Կյանքից հենց շատ բան չի հասկանում ու չի ընկալում շատ բան այս կյանքում։ Ինչ ասեմ, դժվարությունների, ծանր դժվարությունների առաջ ծնկի է եկել ու հիմա շտապում է սխալ քայլեր անի, չհասկանալով այդ ամեն ինչը։ Մամ, ինչ ես քեզ սենց պահում։ Ես չեմ ուզում, որ դու հրաժարվես այդ երեխուց։ Բայց ես հակառակն էլ անել չեմ կարող։ Կարող ես, իմ ձակ, կարող ես։ Ես խորհուրդ եմ տվել եմ ինչ շտապել, երկար մտածել նախքան այս կարևոր քայլին գնալու։ Շատ ճիշտ եք արել։ Ես շատ շնորհակալ եմ ձեզ։ Ձեր նման հոգատար բժիշկները պետքա շատ լինեն։ Մամ, երեխան 4 շաբաթական է։ Մեմ ես իրա ջան։ Նոր ձևավորվող մարդու կա։ Մենք ով ենք, որ իրան սրկենք կյանքի, ապրելու իրավունքից։ Մամ, Եթե այս կյանքում, այս սուտ ու դատարկ կյանքում մի իմաստ, մի արժեք կա, ապա դա երեխեն է։ Երեխու ձայնն է, որ կարող է դարման լինի մեր ցավերի համար։ Կներեք բժշկուհի ջան։ Մի տխրի գանձս, մի տխրի ցավը տանեն։
Թող այդ բալայանները տենց իրանց պահեն, շարունակեն տենց պահել, թող այդ Սպարտակը սպառնա, որ քեզ երեխուն չի տա, բայց դու այս երեխուն անպայման լույս աշխարհ կբերես, այն մյուս երեխուդ էլ կվերցնես ցավը տանը, ու դու քո կյանքը նոր գույնով կլցնես, իմ գանձ, իմ աղջիկ։ Մամ, ես այսքանից հետո ոնց կարամ Սպարտակի երեխուն կյանք տամ։ Դու արդեն այդ երեխուն կյանք ես տվել, արդեն, նա մենակ Սպարտակինը չի, նա առաջին հերթին քոնն է, Էմիլի, ու ես կօգնեմ քեզ, դու մենակ չես։ Մամ, չեմ ուզում տուն գնալ։ Չես ուզում։ Չենք գնա գանձս, չես ուզում չենք գնա, կուզես գնանք գյուղ, զանգեմ Միշին ասեմ թող գա մեզ տանի, հա, ընենց լավ է, էս գարնան, տաք օրերին, ընենց հանգիստ է, լավ է գյուղում, արի գնանք, նախշում, գնանք բալես, գնա։ Կարծում եմ, որ իմ այցը նրա սրտով կլինի։ Դե լավ, ինչ մի հուզվել ես, ոնց որ դու ես հարսը, ինքն էլ կիսուր մաման է, պետք է քեզ հավանի։ Ելի ջան, ապրես, որ ինձ ուղեկցեցիր։ Ինչ անամ, վրես ես մնացել, բարի լինելն էլ մի բան չի, բարձրանում են ուսերիդ հարմար տեղավորվում ու էլ իջնել չկա։ Շատ շնորհակալ եմ, կաշխատեմ, որ այլևս քեզ չանհանգստացնեմ։ Նեղացար, հա, իսկ ես որ 20 տարի չկայիր, ինչի համար ներողություն չես խնդրում։ Ինչի համար ներողություն խնդրեմ, եթե դա ոչ մեկի հարկավոր չի։ Բարև, սիրուն աղջիկ։ Բարև աղջիկս։ Սա քեզ համար է, գեղեցկուհի։ Շնորհակալ եմ։ Տեսար Սաթեն ջան, ասաց գեղեցկուհի։ Այդ նշանակում է, որ քո կիսուր մաման քեզ շատ է հավանել, այնպես որ խուճապի պետք չի մատնվես։ Լինի դու ինչքան ես սիրում կատակներ անել։ Այդպես է, երբ որ մարդիկ չեն ուզում քո ճիշտ խոսքը ընկալեն, մտածում են, որ կատակ եմ անում։ Ուղղակի մենք չէինք ուզում քեզ անհարմար վիճակի մեջ դնել։ Իսկ կեսուր մամատ ուղղակի ցանկանում էր ծանոթանալ քեզ հետ։ Լիլի, դու մեզ երկուսիս ամաչացնում ես։ Ուր է տանում։ Ինչ է քեզ մենակ թողել։ Դե նա հոպարտավոր չի օրերով ինձ մոտ մնալ։ Հա, ճիշտ է տանում, շատ խառն է։ Իսկ դուք լավ եք։ Վերջում էլ մամա ավելացրու։ Վերջի այս խեղճին մեկը պետքա մամա ասի, թե չէ։ Լավ, կատակ էի անում, կարելի էր առանց իմ ասելու էլ հասկանալ։ Ես ամբողջ գումարը չի, բայց հավատա ինձ ես մնացածը կտամ։ Կարող ես արդեն գնալ։ Երուս քանի հնարավորություն կարի խոսանք իմի։ Ալիք, վեր կաց ու գնա, քանի Արտուրին չեմ զանգել։ Ես քո Արտուրին շուշուտ եմ տեսնում, կարիք չկա զանգել։ Հա, ճիշտ է, շուշուտ տեսնում ես ու զենքով սպառնում։ Քո Արտուրոն տղամարդուն ոչ սազական բաներ է անում, Երուսիկ։ Արտուրը ինձ զգուշացրել է, թե դու ինչ վտանգավոր սրիկա ես, ու քեզնից ինչքան հեռու պետք է մնալ։ Երուս քո մտքով անգամ չպետք է անցնի, որ ես կարամ վնասեմ քեզ կամ քո աղջկան։ Դառը փորձիս ու իմ տեսածին եմ ես հավատում, ոչ թե քո ասածներին։ Երուս, ախր սիրում եմ քեզ, իսկ այն անկապ քայլերը, որ արեցի, Артуру պատճառով էր։ Уйди, не трогай меня. Убирайся, пока ребенок не вернулся домой. Վայ մեռնեմ ես քո աղջկա կյանքին։ Դու գիտես ես իր համար ինչ պապա կլինեմ, Երուսիկ։ Իմ աղջիկը պապա ունի, իրան երկրորդ պապան պետք չի։ Ալիք, դու ավելի լավ գիտես ինչ արա։ Մնացած գումարը վերադարձրա ու գնա քո երեխուն պապայություն արա։ Արտուրուն էդ էլ է հասցրել, հա։ Դեռ ինչքան սուտ ու կեղծիկ կա քո անձի մեջ։ Երուս, Արտուրուն քեզ թույնել է իմ դեմ։ Ու դու չգիտես ես ինչ ապրումներ եմ ունեցել, երբ որ տարիներ առաջ իմ երեխուն կորցրեցի։ Ոնց է ուրախացել որ գտա նրան, չնայած ոչ մի հույս չունեի գտնելու։ Լավ պատմի, բայց ես կարող ակու պատմածին ոչ մի բառ չհավատամ։ Մամ, ես եկամ։ Привет, Жаклин. Մամ,
Բալես նա արդեն գնում է, դու հողվիր քո սենյակ։ Ռակլին, ես անցած անգամից լավ չպայեցի, կներես էնի։ Ինչ եք եկել մեր տուն։ Մամայից չնեղացնեք, լսում եք։ Բալես անհանգստանալու ոչ մի բան չկա։ Դու գնա քո սենյակ, ես հեսա գալիս եմ։ Պարտադիր այնքան պետք է մնայր, մինչև աղջիկս գար։ Զանգեցիր պապային։ Չհասցրին։ Բալես Ալիկը եկել էր, ուղղակի ինձ գումար էր պարտքը, բերել էր այդ գումարը, ու ոչ մի ավելնորդություն ինքը թույլ չի տվել, դրա համար կարիք չկար պապային նորից անհանգստացնելու։ Բայց պապան ասել էր, որ իրեն մեր տուն չթողես, դուռը չբացես։ Հա, ասել էր։ Ես պետք է հասկանայի իրավիճակը։ Գնաց այդ քո ընկերը։ Ժակլինա, Ալիկը իմ ընկերը չի։ Այո, նա գնաց։ Հենց ուրախ եմ, որ հերս ինձնով հետաքրքրվել է, որ ասել է ինձ տեսնես հենց։ Բիզնեսի հետ կապված հարցեր առաջ քաշեց, ինչպես նաև ժառանգության։ Հա, բիզնեսի հետ կապված ես էլ փոխանցելու բան ունեմ, ինչը կանեմ քո միջոցով։ Իհարկե։ Իսկ դու կարող ես ինձ օգնել, որ Բալայան Յուրին չկարողանա փոշիացնել հորս բիզնեսները։ Այդ մասին կխոսենք հետո։ Մինչ այդ տեղեկացնեմ, որ նոր փաստեր են բացահայտվել։ Ինչ։ Պարոն Բեկնազարյանի հրազանով չի վնասվել Սպարտակ Բալայանը։ Ո՞վ է ասում։ Քննություն անդանում, ինչի արդյունքում էլ բացահայտվել է։ Այսինքն ի՞նչ է դուրս գալիս, որ հորս չեն կարող մեղադրել սպանության մեջ։ Այո։ Ինքը գիտի այդ մասին։ Իր հետ խոսել եմ ու իր ցանկությամբ եմ քեզ հետ հանդիպել։ Խնդրես բանի մացա, որ ուրախությունից գլուխս կորցրեցի։ Եթե մի բան չեք կարող անեք, խեք վիզ եք ալում։ Ինչ ասելու ես, կանենք, կփորձենք ուղղել մեր սխալը, բայց ինձ այդպես պետք չէր, ինձ պետք էր էդի արագի մեջ ու առանց շուխուրի թափով արվեր։ Կարճ ասած, կամ ես երկու օրվա մեջ անում եք, կամ էլ հասկացանք իրար։ Տարիներ, ոնց թռակ ու գնացիք։ Ես էլ ձեր նման գյուղից թռա, հասա քաղաք։ Մամ կուզեիր, պապային չհանդիպեիր ու կյանքդ գյուղում ավելի երջանիկ կառուցեիր։ Մաման մեղնի քո արևին։ Գիտես Էմուլ, ես հորդ հետ այնքան երջանիկ պահեր եմ ունեցել, որ ուրանալու ասել, որ մենք երջանիկ չենք եղել, որ ափսոսում եմ, որ հենց հայրը տա ինձ հանդիպել, ոչ թե ասենք մեր գյուղի չոբաններից մեկը ոնց որ հերետ է սիրում ասել, սուտ կլինի, բալես, մեծ սուտ կլինի։ Շատ ես սիրում պապային, վստահ եմ, որ ինքն էլ քեզ, որովհետև եթե ինքը իր կյանքում որևէ դրական ու բարի բան է արել, դա արել է քեզ համար ու քո խնդրանքով։ Բայց իմ ու քո հոր սերը մաքուր ու սիրուն չէր։ Ես ինձ այդպես էլ չկարողացա ներել ու անոյին դժբախտացնելու համար։ Ինչի Մանոն սիրել է պապային։ Ես կարծում եմ, որ Մանոյի համար դա վաղուց մոռացված պատմություն էր։ Մանոյի համար կյանքը դարձել էր սև ու սպիտակ։ Աշխարհը այն փոքրիկ սենյակներ, որտեղ ինքը փակվել էր։ Մարդիկ են չար ուժերը, որոնցից ինքը պետքա պաշտպանվեր։ Ու ինձ ատելով էր Մանոն ատում բոլոր մարդկանց ու չէր հանդուրժում ոչ մեկին։ Մանոն գտավ Ֆիլիպին, սիրեց ու ամուսնացավ։ Ու էլի երջանիկ չեղավ։ Դու խոսել ես նրա հետ։ Վերջին անգամ երբ որ խոսացի, ասաց, որ Ֆիլիպի տղեն է եկել այն քաղաք, որտեղ բռնել են Ֆիլիպին,
Իրանք էլ իրանց հերթին փորձում են օգնել Ֆիլիպին։ Մանոն շատ լավն է։ Ափսոս։ Էմոլ, Մանոն հղի է։ Առաջին անգամ այրանալու բերկրանքը իրան ուժ է տալիս այս փորձություններին դիմանալու։ Մամբա ինչ ինձ շուտ չէր ասում դրա մասին։ Այդ ցավը տանեմ։ Մեր այս վիճակում ես դրա մասին հիշում եի, որ քեզ էլ ասեի։ Առաջին անգամ երբ իմացա, որ հղի եմ, էլի էստեղ էի։ Առաջինը Մանոն ուրախացավ այդ լուրից։ Ու ստիպեց, որ ասեմ Սպարտակին։ Կրկին հղի ես։ Ու կրկին գյուղում։ Բայց այս անգամ Սպարտակին ասելու մտադրություն չունեմ։ Որովհետև ես շատ լավ գիտեմ նրա պատասխանը։ Ասելու է, որ հասկացա էլ տարբերակ չկա նրան վերադարձնելու, հիմա էլ հղիացել եմ։ Ֆրիկնա, տեսնես ինչ ա ուզում։ Ես եմ սպանել Յուրի Բալայանի օրը։ Սա ասում եք, որ պաշտպանեք այն մարդուն, ով ձերբակալված է հիմա եւ ում մոտ դուք աշխատում եք։ Ես պետք է այն գլխից խոստովանեի, որ շեֆիս անմեղ տեղը չմեղադրեիք։ Լավ, իսկ ինչպես եղավ, որ հասակ այնտեղ գրակեցիք ու ձեզ ոչ ոք չնկատեց։ Դե շեֆս բարկացած դուրս եկավ օֆիսից։ Ինձ էլ մեքենայից իջացեց, ինքն էլ գնաց։ Դե ես էլ տեսա, որ ինքը շատ վատ վիճակում է, ասիրան մենակ չթողեմ ու գնացի իր հետևից։ Իսկ ինչու չմոտեցաք։ Ես հերվից հետևում էի, հետո որ մոտենայի կջղայնանար որ ես։ Իսկ ինչպես եղավ, որ գրակեցիք արդեն։ Ես տեսա, որ շեֆից շատ են նեղում, ուզում էի մի բանով օգնեի։ Ես չէի ուզում գեներալին սպանել։ Ես տղու վրա էի ուզում կրակեի, բայց կպավ գեներալին։ Որտեղ այն զենքը, որից որ գրակել եք դուք։ Զենքը չկա, ես զենքից ազատվել եմ։ Լավ չի։ Հիմա ինչ շեֆիս ազատելու եք, չէ՞։ Ոչ, Բեկնազարյանի առջև բազում մեղադրանքներ կան առաջ քաշված եւ ձեր այս քայլը ոչ մի օգուտ չի տա, ձեր ինչպես դուք եք ասում շեֆին։ Բա հիմա ի՞նչ ա լինելու։ Դուք ձերբակալված եք, ինչև քննությունը չապացուցի ձեր անմեղությունը կամ հակառակը։ Ինձ պետք է որ դու Կարպիչի բիզնեսներին չկպնես։ Համոզված եղի, որ այն ինչ որ արդեն արեցիր, նրան պատիժ դարձավ ու ինքը կրում ա դա հիմա։ Աղջան, որպեսի ինչ չբարկացնես, արի այդ թեման չշոշափենք։ Մենք այդ թեման չենք շոշափի միայն այն ժամանակ, երբ որ ես վստահ լինեմ, որ ընկերս խնդիրների մեջ չի ընկնի։ Նորություն ասեցիր, ջիջեպքին քո ընկերն է։ Ֆրիկը չպետք է իր հոր հետքերով գնա, քեզ պարզա դա։ Բայց ինչ ես դա ինձ ասում։ Որտեվ զգում եմ, որ դու հող ես նախապատրաստում ընկերոջս համար։ Դու ուզում ես գցես իրան ճահճի մեջ, ոնց որ իր հերն է ընկել։ Լս այդ ապուշը թող չպահանջի այն, ինչ իրեն չի պատկանում։ Իր հորինն է։ Ճիշտ է, մենք փողոցում ենք մեծացել, բայց սովորել ենք մարդկանց հարգել, նրանց ներել, թասիբով ապրել, ուժեղ ապրել։ Լսի, այդ կարպիչը ոչինչ չունի։ Իսկ ես քեզ ասում եմ, որ ունի։ Նա ստեղծել է կարողություն, որը իր ընտանիքին է միմիայն պատկանում։ Ու թող քեզ չհետաքրքրի, թե ինչ ճանապարհով է ստեղծել նա այդ ամեն ինչը։ Դա կարևոր չի այս պահին։ Ես քեզ ուղղակի խնդրում եմ, որ չխլես վերջին մինչև կոպեկը այդ ամեն ինչը իրանցից։ Թող իր ընտանիքը վայելի։ Այդ ան չես պաշտպան կանգնում։ Դե չես գիտակցում այդքան չկաս տեղատ, թե իրանք ինչ արեցին մեր ընտանիքի հետ։ Լավ էլ գիտակցում եմ։ Ու նաև հասկանում եմ, որ այս կյանքում մարդ պետք է ներել իմանա։ Դա ուժեղ մարդուն բնորոշ բան է։ Ես երբեք չեմ ներել ջեպքին։
Ես ինձ խոսք եմ տվել, որ երբեք չներեմ այդ ջեպկիրին, դարձնելու եմ այդ առաջվա Սուրմալուի բոմժը, ինչպես իրան, նույնպես էլ իրա որդիներին։ Նրանք մեղավոր չեն ընդհանրապես, ու պարտավոր չեն իրանց հորարքների համար հատուցեն։ Դու կարող ես իրանց անվերջ պաշտպանել, դոշ տաս իրանց համար, բայց իմ որոշումը չի փոխվելու։ Եթե դու կարպիչի բիզնեսներին կպար, կամ էլ վրիկին, աղբորս, ներքաշեցիր քեզ հետ պայքարի մեջ, ես իսկույն կմոռանամ, թե ինչ եմ խոսք տվել Սպարտակ Յուրևիչին, ու ավելին ասեմ, ես կմոռանամ շատ բաներ։ Այ խնդրեմ, դու արդեն մոռացել ես, էլ պապի չես ասում, Սպարտակ Յուրևիչով ես դիմում։ Դու էլ քո որդուն ոման չզիջողություններով ես։ Էդ ինչի պետք է ես ներեմ, էդ ինչի պետք է ես զիջեմ, պատասխան դու ինձ, ինչի պետք է ես խորար որդու դերում լինեմ միշտ։ Տանո։ Արտավաջան, տանո։ Միած շտաբօգնություն, արագ, շտաբօգնություն կանչեք։ Տանո։